Ինչևէ, այդ դրանը ինչ վերաբերում դրան եւ հենց նույն հաղորդման շրջանակներում, իդեպ նույն թողարկման շրջանակներում մեր երկրորդ հյուրը Անդրանիկ Հարությունովն էր, մարդը ով մեզ երկրորդ անգամ էր հյուր եկել, անշարժ գույքի գործակալների ասոցիացիայի համահիմնադիրը, մի խոսքով գիտեք, որ այդտեղ ով նայելա թողարկումը վստահաբար գիտի, որ ինչ-որ խայտառակ օրենք են մտածում, որտեղ ինչ-որ անհեթեթ պահանջներ են դնում, ասենք ռիելտորը պետք է բարձրագույն կրթություն ունենա, իդեպ ոչ մասնագիտական, որտեղ մասնագիտական բարձրագույն կրթություն անշարժ գույքի բնագավառում Հայաստանում չկա, այսինքն ասում են գնա բժիշկ որի արի բան ասենք բրոկեր աշխատի կամ անշարժ գույքի գործակալ ու այդ դեպքում երբ օրինակ ազգային ժողովի կարևորագույն հանձնաժողովներից մեկի նախագահային ընտրում բարձրագույն կրթություն չունեցող մարդու այս մասին Անդրանիկը Հարությունով մեր եթերում խոսել էր եւ ուրեմն դրան հետեւել էր որ գնացել էր ազգային ժողով ինչ որ ուրեմն հեսա կարդամ նիստ թե ինքն էլ այդտեղ չի մի խոսք նիստ է եղել որտեղ եղել է Բաբկեն Թունյանը հա դա իրանց ռիելտորների թեման է թեման դե Բաբկեն Թունյանն է ոնց որ կուրացիանում հա ու ինչ ասում Բաբկեն Թունյանը հա կարդում եմ իմ Անդրանիկ Հարությունովի գրառումը ուրեմն իմ վերջին արձագանքի առիթով իմ կողմից շատ հարգված իր կողմից էլ էս ինչ չվերագրել ազգային ժողովի падգամավոր պարոն Բաբկեն Թունյանը ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում ասաց որ քննարկումներից առաջ եւ հետո անընդունելի է երբ որոշ մարդիկ ԱԺ պատերից դուրս որոշ դեպքերում քաղաքականացված, որոշ դեպքերում էլ տարական դաստիարակությանը հակասող ձևակերպումներով են հանդես գալիս, եւ հետո գալիս են ազգային ժողով, նստում մասնագետ ձևանալով խոսում։ Ուրեմն ինչնա պրետենզիան Բաբկեն ուրեմն Թունյանի, հա, ասենք ինքին բառացիորեն ինչ ասում, ասում է, եթե ուզում եք մեր հետ ինչ որ բան քննարկեք, իսկ իրանց հետ քննարկումը դա ցավոք երկրում գործունեություն ծավալելու միակ հնարավորությունն է, այսինքն եթե մարդիկ այդ ոլորտի վերաբերյալ օրենքի քննարկման ուզում են մասնակցեն, որ կոռեկտ լինի, որտեղ անմիջական ազդեցություն ունենալու իրանց գործունեության վրա։ Ակնհայտ է, որ չեն կարող գան օրինակ մեր հետ դա քննարկեն, հա, մենք որևէ լծակ չունենք, բայց դուք իշխանություն եք եւ դուք եք այդ օրենքը նախաձեռնել, այդ նախագիծը եւ դրա համար ձեզ հետ են ստիպված քննարկում, հենց էլ չէ որ ես վստահ եմ, այդտեղ մարդիկ ուրախ են ձեր հետ ինչ որ բան քննարկելու, որտեղ դուք adekvat չեք, կոմպետենտ չեք։ Եվ ինչ ասում Բաբկեն, ասում է ընդունելի չի մեր համար, որ ինչ որ հարթակներ են գնում ակնհայտորեն նկատի ունենալով մեր հարթակը եւ որը որ քաղաքականացված է, թե այդ խնդրեմը որն է քաղաքականացված հարթակում խոսելու քաղաքական ուժի կողմից նախաձեռնած օրենքի մասին, որն է այդտեղ խնդիրը ես լավ չեմ պատկերացնում, բայց հավելում է հետո, որ իբր այդ մարդիկ իրենց թույլ են տվել տարական ուրեմն դաստիարակության հետ հակասող ուրեմն ինչ որ արտահայտություն է։ Այսինքն մեզ հա ասում քո դե նայ, ես տենց ասեմ, ուրեմն ես որ կարդացի այդ չընկալեցի տենց ճիշտն ասած։ Բա ոնց ընկալեցիր։ Չէ, այդ դաստիարակության բանը ոնց որ ուրիշ բանի հետ էր։ Ինչի՞ հետ էր օրինակ հաջողել։ Ոչ թե հաղորդման հետ էր, ինքը հաղորդումներ ասում առանձին, որ գնում են երբեմն քաղաքականացված, երբեմն էլ մի հատ թող մի հատ է կարդամ, լավ, օքեյ։ Որտեվ եթե այդ մեզ նկատի ունի ինքը դաստիարակության թեման, չէ, ինի որ հաղորդումը մեզ նկատի ունի։ Չէ, ես վստահ եմ երկուսն էլ մեզ նկատի ունի։ Արա գնա քիթդ վիրահատի, այ տղարա։ Քիթդ խես վիրահատը, Բաբկեն։ Հա? Այստեղ խնդրեմը դաստիարակության թեման որն է, այ շատ դաստիարակված, այ չնես դաստիարակության շատ այլի դաստիարակվի, ասենք բանը ընկերուին ասել է քիթդ լավ։ Նայ, իրականում ինքը ստեղ դիմում է փաստացի Անդրանիկ Հարությունովին, բայց Անդրանիկը շատ կոռեկտ է իրան դրսևորը մեր տաղավարում։ Այն որակումները, որոնք մենք ժամանակ առ ժամանակ տալիս ենք ձեզ, իդեպ քո հանդեպ այդ քիչ է տեղ գտել, որտեվ գլոբալ առումով դու գոնե ցիվիլ մարդ ես, Բաբկեն ջան։ Ու ես քեզ խորհուրդ չէի տա մտնել այդ դաշտ, այդ ո՞ր պահներ նախ ինքը թույլ չի տվել, այդ մարդը որ եկել է քո հետ քննարկելու, մենք քո հետ քննարկելու բան չունենք։ Մենք չենք գալիս կոմոդ շուտ բաներ քննարկելու, որ դու էլ դեմ տաս, սաղ բայց մի պա ինչ որ դաստիարակության հետ հակասող ինչ որ բաներ եք ասել, այդտեղ են իրան շատ կոռեկտ է դրսևորել։ Հա, մենք տվել ենք որակումներ, բայց ինքը չի տվել քեզ այդ որակումները, այսինքն այդ քո պրետենզիան այդ տղուն լրիվ այնց անհիմն է։ Եթե մեր դաստիարակության մասին ես անհանգստանում, հա, ինչ կարամ քեզ ասեմ։ Գիտես, այն ինչը դուք անում եք այս երկրի հետ, այդ սեռական ակտը, որ ձեզ թույլ եք տալիս այս երկրի հետ անելու այս ողջ ընթացքում, այս երկարատև աղետալի սեռական ակտը չի տալիս մեզ այլ ընտրանք, քան այն բառամթերքը, որը ժամանակ առ ժամանակ ստիպված կիրառում ենք ձեր նկատմամբ։ Իդեպ դու այդտեղ ամենաքիչն ես երևում, հա, որտեվ գլոբալ առումով քեզանից շատ ավելի թունդ այդտեղ կերպարներ ունեք, հա, բայց այդ քո որակումները արի քեզ պայի, ապեր, մի արա տենց որակումներ,
Թե չէ դու էլ այդպես թնդությունով կգնաս դեպի ավելի թունդը։ Քեզ կոռեկտ պահի։ Արեշքիս հետ է ուզում։ Եթե այդ ես ուզում, եթե քեզ աբիդնի է, որ օրինակ, չգիտեմ, Արթուր Հովանիսյանն այդ նարկոշանասունին կամ այն բանին, Վագն Ալեքսանյանին բանին շատ ենք ավելի անդրադառնում, քեզ ավելի քիչ, եթե ուղակի տենց քո ձեր մոտ ատը ներքին տենց կոնկուրենցիա կա, ուրեմն երկու անգամ էլ նշի, որ մենք դաստիարակության խնդիր ունենք ու այդ խնդիրները, որոնք ըստ քեզ դաստիարակության խնդիրներ են, բայց չեն հանդիսանում այդպիսին օբյեկտիվ դիտարկման համատեքստում, դու կզգաս քո վրա։ Լավ։ Այդ ինչ վերաբերում է անդրադարձներին մեր նախորդ թողարկումները, որտեղ փորձում ենք, երբ որ լինում են ինչ-որ հետագա զարգացումներ, ձեզ ներկայացնենք, հա։ Ստեղ ինքը Վրոզի Հարությունովին է ասա, ճիշտ է ես ասում, ես դրա համար էլ տենց չի ընկալել, բայց դու նաև ճիշտ ես ասում, որ ասում է, ովքեր գնում են իրանց թույլ են տալիս դաստիարակությունից դուրս ձևակերպումներ, հետո գալիս են ստեղ քննարկման որպես մասնագետ։ Բայց Հարությունովը չի արել։ Ոչ մի բան չի ասել։ Դրա համար եմ ասում, ինքը հարթակին է դա վերաբերում։ Հարթակին է, հա։ Դրա համար լավ, մի խոսքով։ Իմացար, Բաբկեն ջան, իսկ կարծում եմ հասկանալու այդպես մեծ խնդիր չունես, այսքանը տարական բան է ասում, հասկացար։ Եթե շարունակես հարցականի տակ դնել ինչ-որ դաստիարակությունը կամ ինչ-որ տես, դու դրա քո ընկալումներով դրա արձագանքը կստանաս։ Բացի այդ մեր դաստիարակությունը չի ներում քո հետ անգամ քննարկման գալ, հավատեմ։ Դե ես ոչ մի ԿՊԱ-կանի հետ, դա բարոյականության հարց է, ԿՊԱ-կանի հետ ինչ-որ բան քննարկելը, այն մարդիկ ստիպված են, ես իրանց չեմ ասում, իրանք ոլորտի հերանից ու մեկ ստիպված գալիս են, որ ձեզ բացատրեն, որ մի արեք տենց։ Մենք ձեր հետ խոսելու բան վաբշե չունենք, ոնց որ այդտենց։ Արի գանք լավ, արի գանք